Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, սա հանրային հարթակն է, ես Սեյրան Մարտիրոսյանն եմ, դուք կարող եք ինձ ընկալել տարբեր կերպ, որպես իրավապաշտպան, որպես հասարակական ոլորտի աշխատող, կարող եք նույնիսկ ընկալել որպես ինչ-որտեղ երբխաղի հաղորդավար, որտեղ ես այսօր հարցեր եմ տալու, այդ մեկը ինձ օգնելու է, որպեսզի կարողանամ համայնիչ աղջիկների հետ հաղորդակցվել, մյուսը ինձ անընդհատ խանգարելու է, որտեղ ցանկությունը մեծ է սեփական կարծիքը նույնպես հայտնել։ Իմ հյուրերն են Արմենուհի Վարդանյանը, Արմենուհուն դուք գիտեք, ես էլ գիտեմ, որպես 2008 թվականի մարտի 1-ին բերման ենթարկված ժուրնալիստ։ Եվ իմ մյուս հյուրը բերման ենթարկող Հայաստանի նախագահին Սերժ Սարգսյանին Հերմինե Մկրտչյան, ով ստիպեց, որպեսզի նշվի, թե կոնկրետ ինչքան է խփվելու Շիրակի մարզում ու հենց այդ հանգամանքը մեծապես խանգարեց դրան։ Մեր թեման սահմանադրության հանրաքվեն է, բնականաբար ես չեմ ասի, սահմանադրության բարեփոխումներ ամեն ինչ տարածության ժամանակի մեջ է երևում, ինչ է դա, ես չեմ ասի սահմանադրության փոփոխություններ, որտեղ ներկուստ մեծապես համոզված եմ, որ խոսքը նոր սահմանադրության մասին է, կարելի է դրա մասին շատ երկար խոսել, բայց մեր նպատակը այսօր ժողովրդին լսելն է, ում անունից, որ այս ամբողջը ներկայացում է, այսինքն ասում են, որ հանրային պահանջ կա, որ իրականում չկա, ասում են, որ հանրությունը ուզում է, որպեսզի ինքը ավելի քիչ մասնակցի պետության կառավարման գործին, ավելի քիչ ընտրություններ ունենա, ինչը ինքնին տարօրինակ երևույթ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարբեր հարցերով դիմում են գալա հեռուստաընկերություն եւ այսօր ես փաստորեն միջնորդն եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իմ զրուցակիցների միջև։ Պարոն Մարտիրոսյան, ես մի մեջբերում ամնեմ, որ դուք եւս տանտիրոջ կարգավիճակում եք այսօր այստեղ, որովհետեւ հարթակը հանրայինն է, հանրությանն է եւ մենք շատ ուրախ կլինենք ու նաեւ մեզ համար նաեւ պատասխանատու է, որ դուք այսօր այստեղ եք, ուրախ կլինենք, որ վաղը ձեզպես մտածող շատ այլ քաղաքացիներ կան եւ այս տաղավարը օգտագործեն իրենց հուզող հարցերը բարձրաձայնելու համար։ Շնորհակալություն, իմ հետևում մարդիկ են, ովքեր ինձ օգնում են տանս գալ եւ շատ կուզենայի, որ իհարկե Անդրեյ Սախարովի նկարն էլ այնտեղ լիներ, բայց շարունակետ կարող է ավելանալ։ Սա հանրային հարթակն է, սա այն լավագույն հնարավորությունն է, չմիջնորդավորված, իսկապես ազատ խոսքի, որ դուք կարող եք օգտագործել եւ ձեր կարծիքը բարձրաձայնել ոչ միայն էկրանից այդ կողմ, այլ նաեւ այս կողմ նույնպես։ Այո, իհարկե։ Խնդրեմ։ Շատ լավ, իմ առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, հեղինակը Ժիրայր Պետրոսյանն է, 72 տարեկան, եւ Ժիրայր Պետրոսյանը հարցնում է, թե ինչու օրինակ հիմնական դերակատարը Սերժ Սարգսյանը հեռուստաեթերով հանդես չի գալիս, որովհետեւ ասի, որ ինքն է գարանտը, ինքն է երաշխավորը այս ընտրությունների, այս հանրաքվեի արդար կայացման։ Ինչ է կարծում, ինչու, ճիշտ է, ես դժվարում եմ հիշել, թե Սերժ Սարգսյանը երբ է հանդես եկել, ընդհանրապես հանրային տարբերակով, բացառությամբ հեռուստատեսության ուղիղ եթերով հարցազրույցի, որը 24 ժամ հետո կադր առ կադր նայելուց հետո միայն որոշեցին խնդրեմ, դուք ազատ եք որոշելու առաջնայինությունը։ Ես սկսեմ, ճիշտն ասած, գուցե եւ հենց վաղն էլ Սերժ Սարգսյանը կանի այդ հայտարարությունը, կասի, որ այո։ Վաղը չի կարող անել, մինչև հայտարարություն անելը Սերժ Սարգսյանը ինչ-ինչ մարդկանցից բաներ պետք է հարցնի, ասում են, որ դա դեկտեմբերի սկզբներին պետք է։ Այո, իհարկե։ Եվ կկանգնի եւ մարդը կասի, թե գիտեք, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, ես երաշխավորում եմ, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվող հանրաքվեն կլինի, ինչպես միշտ լսում ենք մենք, սա նորություն չէ։ Կլինի արդար, ազատ, թափանցիկ, ժողովրդավարական նորմերին համապատասխան։ Սակայն այստեղ հարցը այն չէ, Սերժ Սարգսյանը կանի այդ հայտարարությունը, թե ոչ։ Կոնկրետ ինձ համար խնդիրն այն է, թե
կոնկրետ ինձ համար Սերժ Սարգսյանի խոսքը չունի արժեք։ Ես չեմ հավատում Սերժ Սարգսյանին, նման հայտարարություններ եղել են, ասենք նախորդ ընտրությունները, եթե հիշենք, եղել են, որ ասել են, թե մեր երկրում անցկացվելու են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Այսինքն այստեղ հարցը այն չէ, Սերժ Սարգսյանն ինչ կհայտարարի, ինչ կերաշխավորի, այստեղ հարցն այն է, թե ես որքանով եմ վստահում Սերժ Սարգսյանին, իսկ ես չեմ վստահում Սերժ Սարգսյանին, հենց հաշվի առնելով նախորդ ընտրական process-ները, հաշվի առնելով թե 2008-ին, 2012-ին, 2013-ին ինչ ընտրական կեղծիքներ են գործի դրվել, որոնք ես անձամբ տեսել եմ, այնպես որ ես ինքս հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանի ոչ մի խոսքը ինձ համար արժեք չունի։ Ես նշեմ հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ նման բան սպասվում է առաջիկայում, հայտարարել եմ, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում պատասխանելու է հեռուստաընկերությամբ հեռուստադիտողների հարցերին, սակայն այս ընթացքում որքանով եւ տեղյակ ենք Սերժ Սարգսյանին դուրս թողեցին քարոզարշավից եւ սա հասկանալի պատճառներով, այոյի քարոզարշավին ինքը չի մասնակցում են հանրապետական падգամավորները, բայց ոչ ինքը անձամբ։ Սա ունի իր պատճառները, որովհետև ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանին առիթ է տրվում խոսել քաղաքացու հետ, բախվել իրականությանը դեմ հանդիման, Սերժ Սարգսյանը իրեն այնքան ոչ adekvat է պահում, այնքան իրականությունից կտրված է պահում, որ նրա ցանկացած խոսք, ցանկացած շարժ, ցանկացած արտահայտություն աշխատում է ի վնաս իրեն։ Եվ հենց այդ պատճառով այս անգամ փորձեցին մի քիչ ավելի խորամանկ լինել, նրան դուրս թողնել process-ներից եւ այնուամենայնիվ սպասում է, որ առաջիկայում նա հանդես կգա ելույթով, կպատասխանի հեռուստադիտողների հարցերին, իհարկե ճիշտ նկատեցիք այն առումով, որ դա երկար ժամանակ կպահանջվի, երկար կմոնտաժեր, մի քանի օր կանցնի, հետո նոր կհրապարակվի եւ այլն այդ հարցազրույցի տարբերակը, որպեսզի վերջին օրը կամ վերջին պահին ամեն ինչ չփչացնի, գլխի վայր շուրջ չտա, իսկ դա շատ հավանական է։ Ինչ վերաբերում է նրան, թե Սերժ Սարգսյանը կանգնի ու ասի, որ ես երաշխավորում եմ, սա պարտադիր չէ, որ Սերժ Սարգսյանը կանգնի ու դա հայտարարի, ինքը որպես երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, ի պաշտոն է, պարտավոր է անել այնպես, որ ընտրությունները մեր երկրում կարևոր չէ հանրաքվե, կարևոր չէ քաղաքապետի ընտրությունը, համայնքապետի ընտրությունը, ինքը ի պաշտոն է պարտավոր անել այնպես, որ Հայաստանի միջազգային վարկը չընկնի, որ մեր երկրում ընտրությունները անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ։ Սակայն նույն իր ընտրությունները, նախագահի ընտրությունները, մենք գիտենք 2008-ի փորձը ու 2013-ի փորձը, որ ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն։ Հետևաբար ուղղակի վերացական այսպես հարցնանք, թե ինչ արժեք ունի, եթե ու ինքը հայտարարի, որ այո, ես երաշխավորում եմ։ Այո, եթե հայտարարի, ապա բնակչության քանի տոկոսը կհավատա Սերժ Սարգսյանի խոսքերին։ Լավ, ես էլ մեկ նյուանս ավելացնեմ, իմ կարծիքով պատճառը միայն դա չէ, նախորդների ժամանակ Սերժ Սարգսյանը բոլորին հետ էր հրում եւ իր հետ բեմի վրա ոչ մեկին չէր թողնում Հայաստանի տարածաշրջաններում իր իսկ թիմակիցներին ապացուցելու համար, որ ես ձեր կարիքը չունեմ ձեզ համար, անհրաժեշտ է ձայները ապահովելու, ես դա կարող եմ անել, բայց որ հետո էլ պիտի հարգեք իմ հեղինակությունը։ Իսկ հիմա Սերժ Սարգսյանը իր այդ երկրորդ պլան գնալով դա ավելի շուտ իր որոշումն է, քան հանրապետական կուսակցության, ուզում եմ ասել, որ այստեղ արդեն ձեր բախտն է որոշվում, այնպես որ չարչարվեք իշխանություն կարող եք անել, տեսեք առանց ինձ կարող եք անել, թե ոչ, ես կարող եմ մտնել։ Պարոն Մարտիրոսյան, ես մի բան հավելեմ, վերջերս Պրոշյան փողոցի բնակարան կորցրած քաղաքացին հանդիպեց Սերժ Սարգսյանին, ես չգիտեմ առիթ ունեցել եք տեսնել այդ զրույցը, երբ որ պապիկը մոտենում է քաղաքացուն, բողոքում է, ինքը Սերժ Սարգսյանը ասում է, այո, համամիտ է, որ դատարանները չեն գործում եւ ի պատասխան ասում է փոխեք սահմանադրությունը եւ դատարանները կսկսեն աշխատել մեր երկրում։ Ինքը բախվեց իրականության հետ ու տվեց իրականությունից կտրված ինչ-որ մի պատասխան ոչ adekvat եւ քաղաքացին շատ կոնկրետ վերջ դրեց այս բոլոր մանիպուլյացիաներին, քարոզարշավային շոուին, ռեալիթի շոու են կազմակերպել եւ այլն, ինքը շատ հստակ ասեց դուք ձեզ փոխեք, այլ ոչ թե սահմանադրությունը փոխեք։ Ճիշտ է։ Այսինքն Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իրեն երկրի կամ քաղաքացու խնդիրները բացառապես չեն հետաքրքրում։ Ինքը հիմա կլանված է ավելի շատ սահմանադրական փոփոխություններով, իր նպատակը այդ սահմանադրական փոփոխությունները անցկացնելն է, դրա շուրջ բոլորն է աշխատում եւ ինչպես է ապրում քաղաքացին, տուն ունի, չունի, դատարանը ինչպես է աշխատում, ինչպես չի աշխատում, իրեն դա շատ քիչ է հետաքրքրում։
անցկացնեն այս հանրաքվեն, որպեսզի իրենց պաշտոններն ունենան։ Ես պետք է ասեմ, որ այդ պետք են սահմանադրական փոփոխություններ, անընդհատ ասվում է, գիտակցականի, ենթագիտակցականի վրա։ Ես համաձայն եմ, որ պետք են, բայց պետք են փոփոխություններ, ոչ թե սահմանադրության։ Մեկ բառը լրիվ ավելորդ է այստեղ, այս պահին առնվազն ավելորդ է եւ նույն կերպ դա չզգաց Սերժ Սարգսյանը նաեւ իրեն թվաց թե այ սա այն պահը չէ, ինքը հələ չեր մտել, հա, զգաստության մեջ, իրեն թվաց թե դիմացինն էլ այն մրցակիցը չէ, որին հարկավոր է ինչ-որ ծով պատասխանել, որոշեց իբր թե փոքրիկ քարոզարշավ անցկացնել, ստանալով շատ դիպուկ պատասխան, մեծ թվով մարդկանց փոխարեն պապիկը կարողացավ ասել այն, ինչի անհրաժեշտությունը Հայաստանում կա։ Ի տարբերություն սահմանադրության փոփոխությունների։ Լավ հայաստանյան իրականությունից պես բարձրանանք, դառնանք ավելի հա միջազգային մարդկանց հետաքրքրում է եւ ընդհանրապես մարդկանց շատ բան հետաքրքրում, որովհետեւ բացի ինֆորմացիայից նաեւ կես լուրերը, ասեկոսները շատ տարածված են, որ այսպես եղավ, ճիշտ է, որ տարբերակով, եմի լավ, եւս մի այդպիսի հարց կա, ճիշտ է, որ Օբաման ու Պուտինը եւս դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Այդ դուք սովորական մարդիկ չեք, սովորական մարդուց ավել հետաքրքրված մարդիկ եք, գիտեք ինչ որոնել, որտեղ որոնել, ինչպես որոնել, կան հիմքեր սա ասելու։ Ինձ ամենևին չի հետաքրքրում ինչ են կարծում Օբաման եւ Պուտինը, իրենց երկրի համար կարող են շահագրգիռ լինել, երբևէ մեր մտքով չանցնի, որ իրենք շահագրգիռ կլինեն, որ Հայաստանը ուժեղ լինի, Հայաստանը հզոր լինի եւ այլն, այնպես որ ինչ են կարծում իրենք, դա մեզ չի հուզում եւ քաղաքացուն էլ ըստ երևույթին չպետք է հուզի, ինչ են մտածում իրենք, կարեւորը մենք հասկանանք, մենք ինչ ենք ուզում, մեզ ինչ է պետք եւ մեզ ինչն է կարեւոր այսօր այս պահին։ Ամեն մարդ պետք է ինքը իրեն տա այդ հարցը։ Դա պետք է, մեզ պետք չէ այդ սահմանադրական փոփոխությունները նստել ու սպասել, թե այ քեշտերությունների ղեկավարները, եթե բացասական կարծիք ունեն կամ դրական կարծիք ունեն, իրենք են այստեղ որոշողը, ոչ, այստեղ որոշողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ու կարծում եմ, որ ճիշտ որոշում կկայացնեն։ Շատ լավ։ Սահմանադրության երկու բախտավոր հոդված կա, հա, որոնց այս փոփոխությունները չեն կվել եւ այդ հոդվածներից մեկում գրված է որ Հայաստանը ինքնիշխան երկիր է բարեբախտաբար ձեր պատասխաններում երևում է որ դուք գնահատում եք Հայաստանի ինքնիշխանությունը եւ շատ հաճախ հա նույն ազգային ժողովում որը այս տարբերակով դիտառնա որոշողը մենք դա չենք զգում այնքան լրջությամբ են համոզում որ մենք ինքնիշխան որ եղանք հենց երկրորդ օրը կործանվելու ենք հա որ զարմանալի է լավ սա ազգային ժողովն է էլի հա չհնչած գարանտը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ բոլոր օրենքների որոնք Հայաստանում այդ ինքնիշխանությունը պահում են լավ իմ հաջորդ հարցը Վարդուհի Սարգսյանն է հարցնում ես ձեզ փոխանցում եմ այդ հարցը կոնկրետ քայլեր խոսակցությունները իհարկե հա լավ է բայց կան արդյոք կոնկրետ քայլեր որոնք դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ առաջարկում եք որովհետեւ մարդիկ գիտենան թե որ դեպքում կարող են ձեր կողքին կանգնել այն փոփոխությունները որոնք ես ցանկանում եմ իրականացնել դա ես ինքս եմ անելու այն քաղաքական ուժերը, որոնք կոչված են զբաղվելու դրանով, այսօր ուղղակի չեն զբաղվում դրանց։ Ճիշտ է, քաղաքական ուժերն են զբաղվելու քաղաքականությամբ, լրագրողն իր գործն է անելու, բայց ես եթե նստեմ ու սպասեմ, թե ինչ են անելու քաղաքական ուժերը, ժամանակ չեմ ուզում սպանել։ Ես որոշել եմ ինքս տնօրինել իմ ժամանակը, ինքս զբաղվել նրանով, ինքս սկսել փոփոխություններ սկսել ու դրա համար քայլ եմ կատարում։ Ես ուզում եմ հավելել, որ ամենևին լավ օրից չէ այս իրավիճակը։ Երբ որ ստեղծվում է մի իրավիճակ, իրերն ու երևույթները խառնվել են, երբ մարդիկ պարզապես իրենց տեղերում չեն, պաշտոնյաները իրենց տեղերում չեն,
Քեզ այլ ելք չի մնում, քան լրացնել այդ վակուումը երկրում ստեղծված։ Ինչ ենք տեսնում այսօր։ Մեր երկիրը գտնվում է ծանր կացության մեջ, սա թերևս որևէ մեկը չի ժխտի այսօր։ Տնտեսության վատ թարվիճակ, արտաքին հարաբերություններում բացարձակ ձախողում ու տապալում, այսօրին ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովում հակահայկական բանաձևեր են, այո, բայց մեր երկրի իշխանությունները բացարձակ ադեկվատ չեն արձագանքում այս ամեն։ Իրենք բոլորովին այլ հոգսեր ունեն, այլ մտահոգություններ ունեն, բացարձակ այլ գործով են զբաղված, իրենց խնդիրը այս պահին ու այս դրությամբ սահմանադրական փոփոխությունները անցկացնելն է։ Եվ Շիրակի մարզպետը, ով աշխատում է մեր հարկերի հաշվին, ում վճարում եմ ես, ում վճարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ղեկավարում է ԱՅՈ-ի շտաբը, զբաղված է ԱՅՈ-ի քարոզարշավով, գյուղապետերն իրենց հերթին մանկավարժներին հորդորում են ժողովներ հրավիրել, չգիտեմ, ԱՅՈ-ի քարոզարշավ իրականացնել, տնօրեններն իրենց հերթին, կրթության գիտության նախարարը ընդհանրապես շոումեն է դարձել հանրային հեռուստաընկերությամբ հաղորդաշարեր է վարում եւ այլն։ Ստեղծվել է մի վիճակ, որ ամենաթողության անարքիա է եւ այս իրավիճակում անշուշտ ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր իրենք են գրելու խաղի կանոններ, այն խաղի կանոնները, որոնցով պետք է առաջնորդվել։ Սա այն տեղը չէ, որտեղից ես կուզենայի խոսել։ Իմ գործը լրագրությամբ զբաղվելն է։ Մանկավարժի գործը երեխա դաստիարակելն է, կրթություն տալն է։ Մեկ ուրիշի գործը մեկ այլ գործով զբաղվելն է, սակայն երբ տեսնում ենք, որ վիճակը օրհասական է, ես պատկերավոր մի համեմատություն անեմ, այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ քո տունը գող է մտել ու դու ստիպված պետք է այսպես տարբերակես, թե հիմա ես ոնց խոսեմ գողի հետ, դույով խոսեմ, դուքով խոսեմ, դաստիարակությունից դու չի տալիս եւ այլն։ Այո, խնդրեմ, ասեմ դուրս եկեք մեր տնից, արդեն անհնար է, պաշտպանեմ իմ երեխաներին, ես ինչ անեմ։ Սա այն պահն է, երբ ուղղակի առանց ժամանակ կորցնելու, բռնելու ես գողից օծրակից ու ասելու ես դուրս գնա, իմ տնից դուրս գնա։ Ժամանակ չկա, ես չեմ կարող ասել, ես լրագրող եմ, ես սա չեմ կարող անել։ Կամ մանկավարժ ինժեներ ասի, սա իմ գործը չէ։ Այն փաստարկները եւ օրինակները, որոնք դուք բերեցիք, խոսում են վարչական ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործելու մասին, եւ մարզային հարթությամբ եւ համայնքային իշխանությունների եւ նույնիսկ կառավարության մարդը, որը ասում է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ, հիմա պարզվում է, որ ամենապահանջված մարդն է, պարզվում է Հայաստանում այդ մարդիկ են պահանջված եւ նա կարող է վունդերկինդ է, հրաշամանուկ է, կարող է եւ շարունակել մեր կառավարության այս ծայրահեղ վիճակում այդ ամբողջը անել եւ նաեւ զբաղվել այս բոլորով։ Հիմնավորումն էլ շատ լավ է, որ նա հարուստ փորձ ունի ընտրությունների շտաբի, ղեկավարման, շատ ճիշտ է, Հայաստանում ոչ մի նորմալ ընտրություն չի եղել, մինչև հիմա, ուրեմն նա հարուստ փորձ ունի, այնտեղ որ սահմանադրություն բառը ավել, այստեղ մի բառ պակաս, ընտրությունները կեղծելու հարուստ փորձ ունի եւ դրա համար այդպես պահանջված է։ Հիմա միանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության բնակչությունը կտրուկ աճում է, կարելի է ուրախանալ, չէ՞, մեր խնդիրներից մեկն է ժողովրդագրությունը։ Հետո հանկարծ կտրուկ նվազում է, ինչ կոնկրետ քայլեր դուք կարող եք առաջարկել հենց ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման դեմ պայքարելու համար եւ մինչեւ հանրակրվեն եւ փաստացի հանրակրվեի Ես պարոն Մարտիրոսյան, ասեմ, որ մենք ձևավորել ենք համակարգող խումբ ենք ձևավորել, ես հիմա կներկայացնեմ մեր քայլերի, այսպես ասած, մինիմում քայլերի հաջորդականություն, համակարգող խորհուրդը, որը իդեպ այսօր ցանկացավ հանդիպում ունենալ նաև Շիրակի մարզպետի հետ, որպեսզի մենք ներկայացնենք մարզպետին ոչ թե որպես ԱՅՈ-ի շտաբի ղեկավար, այլ Շիրակի մարզպետ, ով երաշխավորելու է ի պաշտոն է մարզային իշխանության ղեկավար, ով ի պաշտոն է երաշխավորելու էր Շիրակի մարզում ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելը։ Քանի որ մենք 2013 թվականից մեծ փորձ ունենք, մենք մեր փորձն էինք պատրաստվում մարզպետին ներկայացնեինք ու նաեւ այն մեր մտահոգությունները, որոնք այժմ ունենք մենք, որ դարձյալ ընտրակեղծարարությունների են դիմելու շատ հստակ տեղեկություններ ունենք։ Այս առումով առաջարկելու էինք Ֆելիքս Ցոլակյանին, որպեսզի նա համագործակցի մեզ հետ
Սակայն մարզպետը խուսափեց հանդիպել մեզ հետ։ Ես ուզում եմ հավելել Հերմինեին, նշեմ, որ ի սկզբանե մեր թիմի անդամները ունեին մտավախություն, նախաձեռնության մեկնարկից հետո մենք մտածեցինք, որ վստահություն արտահայտեցինք, որ Շիրակի մարզպետը չի գնա այդ քայլին եւ հանդիպում չի լինի, որովհետեւ գեներալ մարզպետի առաքելությունը այսօր մեր մարզում բոլորովին այլ է եւ իսկապես եղավ այդպես, որ նա համարձակություն չունեցավ ըստ երևույթին, ես առիթ եմ տալիս ինձ նման ենթադրություն անելու, որ չցանկացավ հանդիպել եւ բնականաբար մենք խոսելու ենք, ներկայացնելու ենք մեր մտավախությունները, մենք ստանալու ենք նաեւ նրա վստահեցումները, որ ինքը որպես Շիրակի մարզպետ կանի հնարավոր ամեն ինչ, որ ադմինիստրատիվ ռեսուրսը չի կիրառվի մարզում, որ մարզում պաշտոնյաները զբաղվեն իրենց գործով, այլ ոչ թե այոյի քարոզարշավով, որովհետև մեր մարզը բավականաչափ խնդիրներ ունի եւ ժամանակ չկա պարզապես զբաղվել այոյի քարոզարշավով, սակայն Եվ վերջո բոլոր մարմինները կամ համակարգերը կլինեն իրենց տեղում, խոսքը կլինեին հենց այդ օրը իրենց տեղում, խոսքը հեն եւ ոստիկանության, եւ դատախազության, եւ ինչու՞ չէ նաեւ դատարանի մասին է, այսինքն ստանալու էինք մարզպետից այդ երաշխիքը, որպեսզի ինքը իր պարտավորությունները իրականացնելու է։ Ես ուզում եմ նշել մեկ բան, որ նախորդ ընտրությունների ժամանակ 2013-ին դրանից առաջ ընտրությունների ժամանակ ուրեմն ծորակապը ինչպես բնորոշ է համայնքին ընդդիմադիր ռարտայված ուրեմն դիրքորոշում ուներ եւ հետո որոշվեց որ ծորակապը պետք է հadoop դաստիարակչական վերադաստիարակչական միջոցառումների թիրախ դառնա Ինձ հետաքրքիր էր այ նախորդ ընտրությունների ժամանակ երբես գնացի ծորակապցիների հետ ընդդիմադիր կեցվածքից քիչ բան էր մնացել եւ պարզվեց որ մարզպետարանի մի շատ պատասխանատու աշխատող մի ամբողջ վարչությամբ պատասխանատու 2 ամիս ծորակապում է նստած եղել անընդհատ դա է նախորդ անգամ որ ասացի նորովի ենք աշխատելու գնալ մինչեւ լանջիկ Դեռ էլ անտառ մեքենաներ առաջ շարժել, որ խումբը կլինի առաջինը, որպեսզի դիմավորի կառավարությանը արդագնանիստի համար, ում հաշվին, այո, մեր հարկերի հաշվին է։ Այո։ Մեքենաները, այդ ժամանակ ժամանակը ճանապարհին ինչքան հնարավոր է շուտ գնալ դիմավորելու, թողած գործերը գնալ մեկ առանձին գյուղում թվեր ապահովելու համար է, թե իսկապես Ագամայից սկսում ես մտածել, որ մեծ թվով պաշտոններ, եթե կարելի է մի ամբողջ ամիս ուրիշ բանով զբաղվել, պետք չեն եւ դրանց կրճատումը կարող է բերել, միջոցների խնայողության։ Իշխանությունների ըստիս խեղճություն է, նրանում է կանում, որ մտածում եմ ոչ թե այն մասին, թե ասենք ոնց անենք, որ ծորակապցիների, գյումրեցիների, վանաձորցիների համար լավ լինի, ինչ որ գործ անենք, որ հետագայում կարողանանք ռիսկով ինչ որ բանի համար դիմել, գալ քարոզարշավի, ինչու՞ չէ, խոսել մարդկանց հետ կանգնել, այլ զբաղված են բոլորովին հակառակ, ինքաննենք, ճղճիմ, գնում են, ասենք, փորձում են ըմբոստությունը կոտրել, ոգին կոտրել, քաղաքացուց ստանալ հպատակի եւ այ հենց սրանում է կանում խեղճություն։ Իդեպ ես մի առաջընթաց եմ նկատել պարոն Մարտիրոսյան այս օրերին, որ սկսել են այոյի օգտին աշխատողները սկսել են ծպտված ու թաքուն աշխատել։ Եվ սա ես իսկապես առաջընթաց եմ համարում, այո, ըստ երևույթին այդ մարդիկ հասկացել են, որ եթե այո քարոզեն, իրենք կպատրեն իրենց դիմակները ու ցույց կտան, որ իրենք աշխատում են իշխանության օգտին, իշխանության վերարտադրության օգտին, այո, դուք ճիշտ եք անում, որովհետև այոյի օգտին աշխատել նշանակում է ուղղակի տապալել ձեր եղած ու չեղած քաղաքական հեղինակությունն ու կարիերան, անցնելու է դեկտեմբերի 6-ը, գալու է դեկտեմբերի 7-ը, 8-ը եւ դուք թաքուն եք ման գալու քաղաքում, որովհետև քաղաքացին տեսնելու է, գնահատելու է ձեր իրական գործը եւ այս վերջին օրերին հանդիպումներում այսպիսի մի մանիպուլյացիա են գործի դնում, որ իբրև թե այ մենք էլ ենք դժգո իշխանություններից, մենք էլ ենք դժգո Սերժ Սարգսյանից,
եթե ուզում եք, որ Սերժ Սարգսյանը չլինի այլևս երկրի նախագահ, ուրեմն այո ասեք սահմանադրությանը։ Մենք էլ ենք օգնել Սկսել եմ խղճալ Սերժ Սարգսյանին, հա, դե ինչքան պարզվում է ինքը թաքնված թշնամիներ ունի, հակառակորդներ ունի, ինչքան խայդարակ է ինքը ղեկավարել այս ամբողջ ընթացքում եւ մեզ պետք է հակնալ փոփոխության, որովհետեւ մենք Ես ուղղակի ուզում եմ հորդորել այդ մարդկանց, որ հարգալից լինեն Շիրակի մարզի բնակչության, Գյումրեցու հետ, ամբողջ չեն, այստեղ անհատականություններ են, մարդիկ շատ լավ հասկանում են, շատ լավ գիտեն ինչ է կատարվում, այդպես ասողները թերագնահատում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու մտավոր կարողությունները, բարի եղեք չթերագնահատել մարդկանց, քաղաքացին ինքը շատ լավ հասկանում է, սա ինչ սահմանադրություն է, ինչու է դրվել շրջանառության մեջ եւ ինչ նպատակներ է հետապնդում, ինչ հեռահար նպատակներ է հետապնդում։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է եւ ինքը իր թիմը պետք է բարի լինի հեռանալ, այլ ոչ թե գործիքներ մոգոնել, թե ոնց կարող են վերարտադրության նոր մեխանիզմներ մշակել։ Չունեցող վարկանիշը, վատ վարկանիշը փորձում են PR-ի տարբերակով օգտագործել ի օգուտ Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների, ինչը ժողովուրդը շատ լավ հասկանում է, շատ գիտակից են, գիտեն, մարդկանց թող չփորձեն դա հրամցնեն որպես դրական փոփոխություն եւ փորձեն ինչ-որ այոներ կորզել։ Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ով վաղուց է այդ ոլորտում, ես պիտի նշեմ այն դրականը, որ կա Շիրակի մարզում։ Շիրակի մարզում իսկապես անկախ քաղաքացիական հասարակության կառույցները, հասարակական կազմակերպությունները իրենց կարծիքները ազատորեն արտահայտում են, պաշտպանում են եւ նույնը չեն կարողանում անել, ասենք, իշխանություններին հպատակ հասարակական կազմակերպությունները կոնգոյատիպ կա։ Իրենց համար շատ դժվար է այստեղ ասել, որովհետեւ դա նշանակում է իմիջի փչացում միանգամից։ Նույնը դուք ասացիք, որ արդեն տարածում է ուրախ եմ լսել քաղաքական գործիչների վրա, իրենք էլ են հասկանում, որ այո, իհարկե, դեկտեմբերի 6-ից հետո դեկտեմբերի 7 խորհրդանշական օրը, ամոթանքի օրը շատ կեղդոտ մի բանի ես մասնակցել, այնքան էլ հաջողի զգացողություն չէ։ Ասում են, թե ուզում էին ընտրությունները տնել նոյեմբերի 29-ին, հանրակրվեին տնել, ոչ պատահականորեն, դա Հայաստանի խորհրդայնացման տարին է, որտեղ սա առաջ գնալուն ուղղված փոփոխություն չէ, սա դեպի հետ գնալու, այո, բուտաֆորիկ մեծ թվով կուսակցություններ ունենալու պարագայում մեկ կուսակցության սահմանադրություն եւ դա իրենք էլ են բուտաֆորիկ կամ բուտաֆորիկ դարձողներն են հասկանում, որ հնարավոր է, որ այդ կերագրամանի մոտ իրենց տեղ չլինի։ Պարոն Մարտիրոսյան, դուք հարցրեցիք մեր առաջիկա անելիքների մասին, ես չկարողացա իմ միտքը ավարտել։ Կուզենայի լրացնել, որ մինչև դեկտեմբերի 6-ի մեր անելիքների մասին եմ ուզում ասել, մեր անելիքները շատ հստակ են։ Շիրակի մարզի բոլոր ընտրատեղամասերը վերահսկվելու են մեր ներկայացուցիչների կողմից։ Մենք ունենք համախոհներ, ովքեր ցանկություն են հայտնել ընդգրկվել այս process-ում, կարծում եմ դարձյալ շատերը կցանկանան միանալ մեզ, որովհետև սա մեկ հոգու խնդիր չի, սա բոլորիս խնդիրն է, մեզ նման մտածող շատ քաղաքացիներ կան, այնպես որ եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան միանալ մեզ այս բարդ գործընթացում, մենք բաց ենք, աշխատում ենք թափանցիկ, վստահ եմ ճիշտ ուղու վրա ենք, ճիշտ ենք անում այն ինչ անում ենք, մեր գործունեությունը արդար է։ Շատ լավ, եւ մեր ժամանակը անսահմանափակ չէ, իհարկե մենք չենք կարող բոլոր հարցերը սպառել, բայց ինչպես ասացինք, սա հանրային հաշտակ է, մենք այսօրվա հաղորդումը կբրզենք կգնանք, հաշտակը կզբաղեցնեն այլ մարդիկ, գուցե մենք նորից կվերադառնանք այդ ամբողջը, ուզում եմ մեր հեռուստադիտողների հարցերից եւս երկուսը տալ, դրանցից մեկը քաղաքացին չի ներկայացել, շուկայում կոշիկ վաճառող է, ասում է, որ կոնկրետ քայլեր են հարկավոր, առաջարկում է գործի անցնել եւ ինչ որ բան անել, ասում է, որ ժողովուրդը վստահում է ձեզ եւ ինչ որ բան սկսեք, սա այնքան հարց չէ, ինչքան մաղթանք է եւ որին արդեն կարծում եմ արդեն պատասխանել ենք, ես քաղաքացու կասեմ, որ ես, մյուսը, այն մյուսը մեր քայլերն արդեն սկսել ենք, յուրաքանչյուրը ինքը պետք է սկսի իր քայլը, կարծում եմ, որ այդպես մենք կունենանք հաջողությունը կունենանք։
Գյումրու ֆենոմենը ինչով կարող եք բացատրել։ Գյումրին հաղթանակած քաղաք է։ Որ հաղթում է եւ լավ Գյումրիում մենք տարանք այդ հաղթանակը այս անգամ եւս դա ինչ կարող է մեզ տալ որպես եզրափակիչ հարց Գրիգոր Ավետիսյանի օգնությամբ։ Ես կուզենամ նշել, որ երբևէ մեր համակարգացիները չթերագնահատեն մեր անցած ճանապարհը, Գյումրեցու անցած ճանապարհը, չմտածեն, որ այդ հաղթանակը կարևոր չէր, հանգրվանային ու առանցքային չէր։ Իրականում այդ հաղթանակը փոքր քայլերի քաղաքականություն գոյություն ունի, փոքր հաղթանակներով մենք հասնելու ենք լուրջ հաջողությունների։ Գյումրիին, գյումրեցին ցույց տվեց նախորդ ընտրությունների ժամանակ, 2008 թվականի իրադարձությունների ժամանակ, երբ հիշեցնեմ Գալան կանգնած էր փակման վտանգի առաջ եւ գյումրեցին դարձյալ կանգնեց մեր կողքին եւ այդ ճակատամարտում էլ հաղթանակած դուրս եկանք։ Հաջորդ օրինակը ես բերեմ, պարոն Մարտիրոսյան, դուք եք հիշում, միայն 2013-ին չի եղել հաղթանակ։ Հաղթանակ ունեցել ենք նաև Գյումրիում, երբ անհատ տաքսի մեքենաների վարորդները միահամուռ ոտքի կանգնեցին, իրենք իրենց խոսքը ասացին, ասպես ասած իրենց թասիբին տեժ կանգնեցին եւ մինչեւ հիմա փաստորեն մոտ 4 տարի է անցել, իրենք այն լրացուցիչ հարկերը, որոնք տրվեց բոլոր մարզերի վրա, մյուս մարզերը վճարում են, սակայն Գյումրին, Շիրակի մարզը այդ հարկերը անհատ տաքսի մեքենաների լրացուցիչ հարկերը չի վճարում, սա եւս փոքրիկ հաղթանակ է, սակայն ինքը հաղթանակ է, որը անընդհատ օրինակ է բերվում, որի մասին անընդհատ հիշում ենք եւ բարձրաձայնում ենք։ Ես ուզում եմ նշել, որ նույն Երևանում, այլ մարզերում երբեմն հարցադրում են, թե որն է Գյումրիի, Շիրակի մարզի հաղթանակի գրավականը, սա իսկապես նախադեպ է, սա իսկապես կարևոր նախադեպ է եւ Շիրակի մարզը ցույց է տվել, որ ինքն է լինելու լոկոմոտիվը ու վաղը Շիրակի մարզի Գյումրեցու տարած հաղթանակը լինելու է նախադեպ նաեւ այլ մարզերի համար ու այլ բնակավայրերի համար։ Վաղը այս փորձը կիրառելու է երևանցին, սյունեցին, վանաձորցին եւ բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են ընդհանուր գաղափարների կյանքի կոչման համար։ Շատ ներողություն, էլեկտրիկ Գյումրիի ժամանակ մենք հյուրեր ունեինք Հայաստանի 3 այլ մարզերից, հիմնականում երիտասարդներ, տեսնենք, թե ինչպես էին իրենք աչքերը վառվում, որ գիտեին այդ օրը հանրահավաք կա, իրենք էլ մասնակցեցին եւ դրանից հետո ես նաեւ նկատել եմ, որ ուրիշ ժամանակ այցելության հետ չի համընկնել, բայց իրենք իրենց Արմավիրից, իրենց Մարտունուց, ուրիշ տեղերից եկել են, որպեսզի գոնե այս ժողովրդավարական կղզի Գյումրիում հնարավորություն ունենան այդ ամբողջին մասնակցելու։ Շատ լավ։ Եվ հետո ուզում եմ նշել, որ այս հաղթանակի շնորհիվ է, որ այսօր հենց նույն իշխանության հաղթանակների շնորհիվ կներեք, այդ հաղթանակների շնորհիվ է, որ նույն իշխանության ներկայացուցիչները, ինչու՞ չէ նաև հենց նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ամեն անգամ վախվորած են Գյումրի ոտք դնում։ Դա հենց այդ հաղթանակների հաղթողի կամքի հաղթողին չեն կարող անտեսել ամեն դեպքում։ Գիտեք, պարոն Մարտիրոսյան, դուք ճիշտ նկատեցիք, այս տաղավարում չկա որևէ դետալ, որը հենց այնպես է արված, հզոր մարդիկ են ձեր թիկունքում, մարդիկ, ովքեր իրեն ժամանակին ապացուցել են, որ չկան իրագործելի բան, իրեն ժամանակաշրջանում իրեն կարել են անհնարինը եւ ես ուզում եմ Լյութեր Կինգին ցիտել, որ ասում է արեք առաջին քայլը, ոտքը դրեք աստիճանավանդակին, արեք դա առանց մտածելու, որ աստիճանը կարող է չերևալ ձեզ համար, բայց դուք գցեք ձեր քայլը, առաջ գնացեք, վստահ գնացեք եւ մենք վստահությամբ անելու ենք մեր հետագա քայլերը։ Մենք վստահ ենք եւ Շիրակի մարզի ազգաբնակչությունը եւս անելու է իր քայլը եւ հերթական անգամ իշխանությունները այստեղ պարտվելու են։ Գիտեք ինչ, գուցե հիմա ինձ կնայեն մարդիկ ու հիմնականում վարչական աշխատողներ, ապարատի, պաշտոնյաներ եւ այլն ու մտքում գուցե կասեն ասենք, ախր ես ոնց անեմ, ախր ես վախենում եմ, ախր ես չեմ կարող, ես կարող եմ ինչ-որ բանից զրկվել, ամենևին ցանկություն չունենալով թերագնահատել այդ մարդկանց, դուք իրավունք ունեք, վախենալու իրավունքն էլ ունեք։ Սակայն ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ այս կյանքում ես որևէ մեկից չեմ վախենում, ինչքան իմ փոքրիկներից։ Տղաս 1 տարեկան է, աղջիկս 3 տարեկան է եւ ես իսկապես վախենում եմ, որ վաղը ես նրանց չեմ կարողանալու պատասխան տալ։ Գալու է այն օրը եւ նրանց դատաստանը ամենաուժեղն է լինելու, ամենաապտակողն է լինելու, իրենք ասելու են
Ինչ է կարել, ուր է մեր հայրենիքը, ինչու է այս վիճակում մեզ փոխանցվել այս հայրենիքը։ Վաղը նույն այդ պաշտոնյաները, նույն իշխանության ներկայացուցիչները, ես չգիտեմ իրենք արդյոք չունեն այդ մտավախությունը։ Գուցե իրենք իրենց զավակներին այլ արժե համակարգով են մեծացնում, գուցե իրենք իրենց զավակներին կտակում են, չգիտեմ, Lexus, օֆշորներում հաշվի համարներ բանկերում եւ այլն, գուցե իրենք իրական հարստությունը դա են համարում։ Ես իմ զավակներին ուզում եմ հայրենիք թողնել։ Ազատ, անկախ, ժողովրդավարական, չխեղճացած, չկաշկանդված հայրենիք, լրջագույն մարտահրավերների առաջ է այսօր կանգնած մեր երկիրը, բոլորիս աչքի առաջ տեսնում ենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, նոր վերադասավորումներ, նոր վերաբաժանումներ, ու այս կռվում իսկապես կռիվ է այսօր ընթանում եւ այդ կռվում խեղճին տեղ չկա, խեղճին, թուլակամին, խեղճացածին, իմ հայրենիքը չպիտի այդպեսին լինի, եւ ես որ նայում եմ այս process-ներին, թե ով է մեր երկիրը ղեկավարում, ոնց են ղեկավարում, ախր ինչ են անում մեր երկրի ճակատագրի ու մեր երկրի հետ ընդհանրապես, ես սարսափում եմ, հասկանում եմ, որ այս գլոբալ մարտահրավերների մեջ մենք ուղղակի չենք կարողանալու դիմանալ, սա ամենամեղմն է ասված, չեն կարողանալու։ Արմինեն խոսեց փոքրիկներից, ես փոքրիկներ չունեմ, այո, ես փոքրիկներ չունեմ, բայց կուզենամ իմ ընտանիքը կազմել լավ Հայաստանում, այնպիսի Հայաստանում, որը կունենա հեռանկարներ։ Շնորհակալություն, այդքան ազատորեն ձեր կարծիքները, համոզմունքները արտահայտելու համար, նույնիսկ Արմենուհին համարյա տեղ խլեց իմ ամփոփիչ խոսքը, որտեղ ես էլ դի վկայակոչեի հետնապատը եւ դասեի, որ այնտեղ քաղաքացիական ակտիվության ամենաիսկական օրինակներն են եւ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության, ովքեր շատ երկար ճանապարհ են անցել տարիներ շարունակ, բայց ի վերջո կարողացել են հասնել այն բանին, ինչի համար իրենք պայքարել են։ Սա հանրային հարթակն էր, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։